Royal Dutch Marine, այդպես է կոչվում Նիդերլանդների թագավորական ծովային հետևակ, փորձ ունի հակածովահենային գործունեությամբ Հնդկական օվկիանոսում, եղել է Կարիբյան ծովում, տարբեր գործունեությամբ եղել է Աֆղանստանում, մարտական գործողություններին է մասնակցել, Աֆրիկայում է եղել եւ ինքը գտնի ներկայումս չէ, բայց վաստակել է բավականին մեծանուն եւ ինքը Նիդերլանդիայի լավագույն զինծառայողներից մեկն է համարվում, կոմանդոսատիպ այդ աստիճանի զինծառայող, ներկայումս ինքը մասնավոր անվտանգության խորհրդատու է։ Եկեք սկսենք Peter van der Linden. Can I give you the mic? You have a mic. Can you hear me? Is it working? Yeah? All right, very well. Louder? We need to talk louder? All right. Dear guests, Արկելի հյուրեր, գործընկերներ, Հայաստան, շնորհակալություն, որ ինձ հնարավորություն եք ստանձնել այստեղ գտնվել այսօր, ես կուզեի։ Հակիրճ նշեի, որ ես այստեղից չեմ։ Դուք հավանական է, որ արդեն լսել եք, ես Նիդերլանդներից եմ, ես ավելի շատ կխոսամ դրա մասին, մի քիչ անց, ես մի բան ուզում եմ խոստանալ այստեղ, ես այստեղ չեմ, որ խոսամ քաղաքականությունից, ես կթողնեմ մասնագետներին, ովքեր այդ բնագավառում ավելի հմուտ են, ես խոսալու եմ մի բանից, որից ես տեղյակ եմ, դա զինված ուժերի ապագան է, դա գոյատևումն է, դա ճշգրտությունը, ես 15 տարի ծառայել եմ Նիդերլանդների զինված ուժերի էլիտար բաժիններում, իմ գրասենյակը դա աշխարհի ամենաանկայուն անկյուններն էին, ես տեղակայվել եմ որպես օպերատիվ մասնագետ, որպես ենթաջոկի հրամանատար եւ միայնակ առաքելություններում Աֆղանստանի լեռներից բնտուփիչով ծովային առաջադրանքներ հակաթմրանյութային, ինչպես մարդկանց տրաֆիկինգի դեմ ուղղված զինված ուժերի աջակցության առաքելություններին ամբողջ Աֆրիկայում եւ ես մտել եմ զինված ուժերի ստորաբաժանումների մեջ, իմ սրտով եւ իմ փորձով մասնակցել եմ փոքր ինտերվենցիաներից սկսած մինչև խոշոր օպերատիվ գործողություններ։ Փոքր ուժերի մեջ ուժը գտնվում է փոքր արագաշարժ եւ ճկուն ուժը ժամանակակից աշխարհում պատրաստված զինված ստորաբաժանումներում։ Ես տեսել եմ Հայաստանը վերջին մի քանի օրվա ընթացքում այն գեղեցիկ է, բայց այն նաև մարտահրավեր են հետում եւ ես տեսնում եմ ձեր զինված ուժերը մոտ 40,000 անձնակազմով, ովքեր պետք է պատրաստեն պաշտպանեն այս հողային սահմանները, որպես հյուր ես կարող եմ մի բան առաջարկել, որ այստեղ պետք է սկսվի ձեր բարեփոխումները, դուք ունեք կարողություններ, որոնք կապակցված են անշարժ սահմանին, ժամանակակից հակամարտությունում կայուն թիրախը, դա խոցելի թիրախ է, պատկերացեք փոփոխություն, պատկերացեք սահման, որը պաշտպանված է թվային վահանով, առաջատար, ռադար, դրոններ, ավտոմատացված համակարգեր եւ 24 ժամ 7 օր աշխատող կամերաներ, այս տեխնոլոգիան չի փոխարինում զինվորին, այն ազատում է զինվորին, օգտագործելով այս տեխնոլոգիան որպես ձեր բացահայտման առաջինագիծ, դուք կարող եք ձեր լավագույն ուժերը տեղափոխել, որ նրանք նստած չլինեն սահմանին, դուք կարող եք ստեղծել փոքր մահացու ստորաբաժանումներ, որոնք կարող են տեղակայված լինեն ռազմավարական հարվածային կետերում ամբողջ երկրում, երբ սենսորները տեղեկացնում են, ապա այդ ստորաբաժանումները չեն քայլում այդ վայրը, նրանք րոպեների ընթացքում
they arrive with actionable intelligence as նրանք their ժամանում են They know վարկենական exactly who is there. հատուկ տեղեկացվածությամբ նրանք գիտեն ով է նրանց ճշնամին, ով է այդտեղ գտնվում։ In my Եվ career, ինչպես են նրանք almost every շարժվում successful իմ mission was intelligence ամբողջ driven. կարիերա ընթացքում ամեն հաջողված Armenia, this was առաքելության become the ընթացքում standard, in my opinion. հիմքը հենց This is more than just about հետախուզական tactics. տվյալներն This էին is about Հայաստանում դա soul պետք է of your դառնա military. նույնը դա I speak to you միայն today մարտավարությունը as չէ someone who դա has seen the ձեր extremes զինված of ուժերի military հոգին է ես profession. այսօր խոսում եմ ձեր հետ I have որպես seen մի war, մասնագետ I have ով seen տեսել է combat, պատերազմ and I have been ով տեսել է fortunate ով enough to բախտավոր also եղել եւ see տեսել է peace. խաղաղություն I have been Ես decorated, but I have ունեմ also seen my own friends մեդալներ die. ես տեսել եմ ինչպես են մահացել իմ գործընկերները ես Far from home, in places where their տնից families հեռու could barely find վայրերում them. որտեղ որոնց նրանց բարեկամները ծանոթ չէին եւ չէին գտնի քարտեզում այս փորձը My intention դրթում է is ինձ simple, այսօր իմ նպատակը պարզ to է help those ես who ուզում need. եմ օգնել I կարիքավորներին want every ես ուզում եմ որ ամեն every զինվորական man ամեն մարդ եւ serving ամեն Armenia կին ով to be ծառայում է trained Հայաստանում in որ նրանք highest վերապատրաստված possible լինեն standards. հնարավորինս բարձր I ստանդարտներով want ես to do ուզում եմ everything անել in my power հնարավորինս to ամեն ինչ ensure իմ that when they go out to defend this կարողությունները որ nation, ապահովեն որ նրանք they երբ have the նրանք պաշտպանեն այդ skills, ազգը gear, նրանք ունենան and the կարողություններ leadership to return home alive. տեխնիկա եւ առաջնորդություն, որը օգնի նրանց վերադառնալ տուն, կառուցելով այս միլիտար մասնագիտացված ստորաբաժանումները, օպերատորներ, բժիշկներ, սնայպերներ եւ ինժեներներ ամենաբարձր ստանդարտներով մենք կտանք մի նոր պատճառ Հայաստանի նոր սերնդին միանալ զինված ուժերին, ստեղծել բարեփոխված Create a renewed զինված military. ուժեր, We are good մի already. ուժ, որը արդեն We լավ are է։ Մենք simply helping միայն become better. օգնում ենք նրանց Force դառնալ that ավելի isn't լավ, just մի a ուժ, duty, որը but a source միայն of immense pride պարտական չի, within Armenia. միայն պարտականություն չի, բայց նաև մենք դրանով հպարտանանք, հնարավորություն ունենք նրանցով հպարտանալ, մենք առաջարկենք նրանց մի հնարավորություն դառնալ լավագույնը, պաշտպանել նրանց հայրենիքը լավագույն գործիքներով։ Դա իմ գաղափարն է The military of this country. զինված այս երկրի զինված ուժերի ապագայի համար։ Կանոնները փոխվում են, մարտադաշտը փոխվում է։ Ես այս սենյակում կան մարդիկ, ովքեր տեսել են դա նույնպես։ Դա է իմ առաջարկությունը այս բնակավարի բարեփոխման համար, որ նոր երիտասարդ ստանի զինված ուժերի նոր սերնդի համար։